Երկրապահ կամավորականների միության գումարտակները իրականացրին հերթական մարտական հարթափոխերը։ Եկեղեցի հեծիրորդ գումարտակը մարտական հերթափոխը մեկներու կապակցությամբ շարված է։ Գումարտակի հրամանատար գնդապետ Արևիկը։ Պարոն հրամանատար, եկեղեցի հեծիրորդ գումարտակը մարտական հերթափոխ մեկներու կապակցությամբ շարված է։ Շատ մեծ մայոր Արևիկը։ Պարոն հրամանատար, օգտագործության գումարտակը շարված է հերթափոխի ակնարկումը, գումարտակի հրամանատար մայոր Արևիկը։ Եկեղեցի գումարտակի ողջույն։ Ազատ։ Ազատ։ Գումարտակների հանձնակազմին ամփոփանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Անհատական զրույցներ ունեցավ նորեկների հետ։ Երկրապահ կամավորականները կրում են սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու գաղափարները, որոնց հիմքում հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածությունն է։ Նրանք ոչ միայն զինվորական փորձ ունեցող անձինք են, այլև մարտիկներ, ովքեր պատրաստ են ցանկացած պահի կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ծառայությունը ասում է ըստ բների կանոնակարգի նախատեսված ծառայությունը իրականացնում է մարտական հետապահությունները շատ նորմալ է, տղեկը գոհ են ու ես որպես գումարտակի հրամանատար վստահ եմ, որ մեր դեմ դրած առաջադրանքները լրիվ կատարում ենք անթերի ու բարեխիղճ։ Թվականի կարորյա պատերազմից մինչ առօրս ասանիկ դիրքերս երկրապահებს ավելացել է ժողովրդի քանակը ու ջահելացել է, ծերերը չկան, ամեն ինչ կարգապահությունը 100% անոնց է։ Երկրոպելամության բանջոց ներմակալված ներկաների Դες ամենքի ախրով անսասան ծառայություն եմ մաղթում։ Դուք և պատմական խաչի վտկովի պաղաղության Աղոթքով և օրհնությամբ երկրապահ կամավորականների միության գումարտակների անձնակազմները ճանապարհվում են նշանակված վայրեր։ Ադենավիրյան կողության կանոնի